Երևանի ավականու ընտրություններում Նիկոլի ինչին էր պետք մարզերից մարդ հավաքել։ Ընդամենը 2 օր առաջ հիշեցրել էի այդ տեսարանը, ում մոտենում էր լրագրողը, պարզվում էր Վանաձորից է, Արտաշատից է, Գյումրուց է, Ավինյանին աջակցող երևանաբնակ ընտրող չկար։ Նիկոլն ասում է մարզպետներին մարդ բերեք, բայց վարչական ռեսուրս չօգտագործեք։ Խիստ կասկածում եմ, որ այդ մարդիկ, եթե պաշտոնյաներ չլինեն, կարող են իրենցից բացի այլ մարդու ներկայություն ապահովել։ ՔՊԱ-ական մարզպետը կարող է մարդ բերել, կամ քաղաքապետը, կամ նախարարը առանց վարչական ռեսուրսի։ Վստահ եմ, որ ոչ։ Երբ Նիկոլը դիմում է այդ մարդկանց, արդեն վարչական ռեսուրսի չարաշահում է դա իր կողմից։ Բայց ուշագրավ է, որ հանրապետության ողջ տարածքից բերման ենթարկելով հպարտ քաղաքացիներին կարող էր ընդամենը կարողացել էր 5-6 հազար մարդ հավաքել։ 850 հոգանոց չաթում գրում է, որդ քանի հոգի կարողանում եք բերեք ու հավաքվում է այսքան մարդ, մի քիչ ավելի։ Եթե ընդունենք, որ չաթում բոլոր գտնվողները մարդ են բերել, ստացվում է, որ Նիկոլի հանրահավաքին չբերված մարդ չի եղել։ Իսկ քանի չաթ կա ՔՊ-ում։ Կարող է Երևանի ավականու ընտրությունների քարոզարշավում կոնկրետ սեպտեմբերի 8-ին նոր-նորքի հավաքում։ Ավինյանն էլ իր ներքին չաթում է նման հրահանգ տվել։ Բլոգեր Արթուր Չախոյանը, ում մոտենում էր մանկապարտեզի, դպրոցի, մշակույթին հիմնարկի աշխատողային ցուցակով բերվել։ Հետաքրքիր է, Նիկոլենց չաթում ընտրությունների ժամանակ ինչ քննարկում էր, ինչ հրահանգներ էր տվել Նիկոլը, ինչքան մարդու էր հրահանգել բերել քվեարկության, ինչ մեթոդներով բերել։